Հայաստանում անկանխիկ գործողություններից քեշբեք ստացող կենսաթոշակառուների թիվը գերազանցել է 400,000-ի սահմանը։ Այս մասին հայտարարել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարարը միևնույն ժամանակ հավելել է, որ քեշբեքի միջին չափը նույնպես ավելացել է։ Նախկինում այդ գումարը կազմում էր մոտավորապես 4100 դրամ, սակայն այժմ այն աճել է մինչև 4400 դրամ։ Դատախազության կողմից 2025 թվականին պետության համայնքի սեփականության իրավունք է վերականգնվել։ Պետության փաստացի տիրապետմանն է վերադարձվել շուրջ 66 միլիարդ 934 միլիոն դրամ արժեքով գույք, այդ թվում մանկապարտեզներ, մշակույթի տուն, մարզադաշտ, բնության հուշարձան, պուրակներ և հողատարածքներ։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալվել է Շվեդիայի հարկային գործակալության ներկայացուցիչներին քննարկելու հարկային վարչարարության բարելավման ոլորտում երկկողմ գործակցության հնարավոր ուղղությունները։ Հանդիպման ընթացքում քննարկվել են գործակցության ուղղությունները, որոնք միտված են հարկ վճարողներին մատուցվող ծառայություններին, գործառնական ռիսկերի կառավարման համակարգին, հարկային ստուգումներին, տեղեկատվության ավտոմատ փոխանակմանը, ինչպես նաև կարողությունների զարգացմանն ու բարելավմանը։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում քննարկվել են վերականգնվող էներգետիկայի և էներգոարդյունավետության օրենսդրական նախաձեռնություններ։ Քննարկումների ընթացքում ներկայացվել է վերականգնվող էներգետիկայի և էներգոարդյունավետության մասին օրենսդրական փաթեթի նախագիծը, որը նպատակ ունի ձևավորել ոլորտի կարգավորման նոր շրջանակ։ Քննարկված նախաձեռնություններն ուղղված են վերականգնվող էներգետիկայի կիրառման ընդլայնմանը և էներգոարդյունավետության քաղաքականության շարունակական իրականացմանը։ Իլոն Մասկը դարձել է պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցել է 800 միլիարդ դոլարը։ Նրա SpaceX կորպորացիան և xAI ընկերությունը միավորվել են։ Գործարքը Մասկի կարողությունը մեծացրել է 84 միլիարդ դոլարով, հասցնելով այն ռեկորդային 852 միլիարդ դոլար։ Միացյալ Նահանգներում բնական գազի գինը հունվարին աճել է շուրջ 1,8 անգամ և հասել է 2022 թվականի սեպտեմբերից ի վեր ամենաբարձր մակարդակին։ Գազի գինը դեկտեմբերի 4.25 դոլարից հունվարին բարձրացել է մինչև 7.58 դոլար։ Գնի կտրուկ բարձրացումը պայմանավորված է Միացյալ Նահանգներում ուժեղ ցրտահարությամբ, որը հանգեցրել է ներքին շուկայում գազի պահանջարկի զգալի աճի։ Միացյալ Նահանգները Վենեսուելայի իշխանություններին 500 միլիոն դոլար է փոխանցել նավթի խմբաքանակի վաճառքի դիմաց։ Reuters-ի հաղորդմամբ Վաշինգտոնը մտադիր է ապագայում վենեսուելական նավթի վաճառքից ստացված միջոցները փոխանցել Միացյալ Նահանգներում գտնվող մի հիմնադրամի։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հաստատել է Սաուդյան Արաբիային մինչև 3 միլիարդ դոլար ընդհանուր արժեքով F-15 կործանիչների սպասարկման ծառայությունների և հարակից սարքավորումների հնարավոր տրամադրումը։ Պենտագոնի հայտարարության համաձայն սպասարկման ծառայությունների և սարքավորումների տրամադրումը չի վնասի Միացյալ Նահանգների զինված ուժերի մարտունակությանը։ Հայկական գինեգործությունը դարերի պատմություն ունի ու հիմա էլ հայկական գինու բույրն ու համը ճանաչելի է աշխարհում, բայց որպեսզի այդ հնագույն մշակույթը չվերանա, պետական աջակցության ծրագրեր, նախաձեռնություններ են անհրաժեշտ։ Ներկայում խաղողագործության և գինեգործության հիմնադրամը քարտեզագրել, գույքագրել է խաղողի այգիները, ստեղծվել են այգիների անձնագրեր, որոնք մուտքագրվելու են թվային հարթակում։ Կարծում եմ սա կօգնի մեզ մթերման գործընթացը ավելի սահուն կազմակերպել, որովհետև գիտեք, խնդիրներ են երբեմն ունենում, որ շատ խաղաղագործներ պայմանագրեր չեն ունենում։ Հայաստանը գնալով ամրապնդում է իր դիրքը որպես գինեգործական երկիր։ Դեպի Եվրոպա հայկական գինիների արտահանումն ավելացել է։ Արտահանման հիմնական շուկան, սակայն, շարունակում է մնալ Ռուսաստանը։ Չնայած այդ ուղղությամբ արտահանման ծավալների որոշակի նվազում է արձանագրվել։ Պատճառը Ռուսաստանի հարկային դաշտի փոփոխություններն են։ Մեր գինեգործական ընկերությունները այնքան ճկուն են, որ կարողանում են իրենց գործընկերների հետ
պայմանագրերի վերանայման մասով դիրքերը ամրապնդել։ 2025 թվականի դրությամբ Հայաստանում գործում է 178 գինեգործական ընկերություն։ Ներդրումային հոսքերը գինու բիզնեսի մեջ բավականին ակտիվացել են։ Վերջին տարիներին ամբողջ աշխարհում ձևավորվում եւ զարգանում է գինու զբոսաշրջության մշակույթը։ Մեր երկրում եւս այդ առումով զգալի առաջընթաց է նկատվում։ Մենք տեսնում ենք, որ շատ գինեգործական ընկերություններ ներդրումներ են իրականացնում իրենց դռները բացել զբոսաշրջիկների համար եւ նոր ներդրողներն էլ իրենք այնպես են նախագծում իրենց գործարանը, որպեսզի իրենք ունենան եւս այդ համապատասխան զբոսաշրջային բաղադրիչ։ Մայիսի 21-ից 23-ը Հայաստանում տեղի կունենա կոնկուրս Մունդիալ դե Բրյուսել հեղինակավոր գինու մրցույթը։ Մրցույթի շրջանակում 65 երկրից 400-ից ավելի մասնագետ համախմբվելու է մեր երկրում։ Բացառապես պրոֆեսիոնալ համտեսող մասնագետներից կազմված ժյուրին համտեսելու է 10,000 տեսակ գինի։ Նպատակ է դրված ոչ միայն հնարավորինս լավ ներկայացնել Հայաստանի գինու ոլորտը, այլև մեր երկրի մշակույթը, զբոսաշրջային հնարավորությունները։ Բուն մրցութային ծրագրից զատ հյուրերի համար նախատեսված է նաև այցելությունների ծրագիր դեպի Հայաստանի գինեգործական շրջաններ։ Պետական եկամուտների կոմիտեն հարկ վճարողներին հիշեցնում է, որ հատուկ հարկման համակարգում 2026 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարություն ներկայացնելու վերջնաժամկետը փետրվարի 20-ն է։ Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը համապատասխան հայտարարությունը պետք է ներկայացնեն պետական գրանցում ստանալուց կամ հաշվառվելուց հետո 20 օրվա ընթացքում։